Ոնց ենք հանգստանում մենք կամ ոնց են հանգստանում ուրիշները։ Ընդհանրապես մենք հանգստանում ենք ոչ թե մեր համար, այլ ինչ որ մեկի իննադու։ Եթե Սիրուշեն գնացել են Կաբուլետի, մենք գնանք Եգիպտոս, թող դրանք սատկեն։ Եթե դրանք գնացել են Եգիպտոս, մենք գնանք Հունաստան, թող դրանք մեռնեն։ Եթե դրանք գնացել են Հունաստան, ուրեմն մենք գնանք Ծաղկաձոր, թքած է $10,000 վրա։ Ոչ թե իրանք են ուզում հանգստանան, այլ Սիրուշենք անհանգստանան։ Հա, ժողովուրդ ջան, մենք հայերս այդպիսին ենք, նույնիսկ եթե մեր ընկերներից մեկը մառախլապատ եղանակին կամ ձմռանը գնում է ինչ-որ արևոտ տեղ հանգստի, այնտեղից նկարվում է Facebook-ում նկարներ է տեղադրում, նկատել եք, որ մենք իբր չգիտենք ինք ուրա գնանք, որ անցնում ենք սնչատարի։ Իբր չգիտենք էլի ուրա գնաց է բան։ Մի հատ ծանոթ աղջիկ ունեմ, արտագն աշխատանքով մեկնել էր Քուվեյթ, եկել է պատմում է Ռաֆոլը, մի հատ պատկերասրահ Քուվեյթ, մուսուլմանական երկիր, գնացել են, ոչ ծանոթ կա, ոչ բարեկամ կա, ոչ հարազատ կա, ասում է խեղդում է կոկորտը, շփվող հետս չկա, նամազ չադրա գործի տուն, նամազ չադրա գործի տուն, ասում ասես ներվայն անում եմ, ասում եկավ ամանորը։ Ասում եմ, հիմա մտածում եմ Հայաստանում ինչ լավ է։ Տնից անուշ հոտեր է գալի, խոհանոցում մաման լավ բաներ է պատրաստում, TV-ով լավ բաներ են ցույց տալի, մեկը մեկին շնորհավորում է, քաղաքը գեղեցիկ զարդարված, ասում ասես լծված, կուտակված։ Ասում եմ, չադրան դրեցի հակս։ Գիշերով հելա բոլորից թաքուն, ասում եմ, գնացի այդ ծովի ափին, ասում եմ, իմ համար մի հատ գինի վերցրեցի, նստեցի, այդ գինին բացեցի, լսրեցի, լացելով ինքս ինձ շնորհավորեցի, խմեցի, շնորհավորեցի իմ գալիք ամանորը։ Ասում եմ, դու հետ գալուց, ասում եմ, ծովը միացեն սելֆի արեցի, գցեցի Instagram ու եկա տուն։ Առավոտ քնիցս ելնեմ տնամ սաղանգերներս գելեմ, բա ինչ կանես, կգնաս ծովերում կհանգստանալ։ Հա ժողովուրդ ջան, մենք հայերս այդպիսին ենք, մենակ հայերն են, որ գնում են Կաբուլետի հանգստանալու, հետները հետ գալուց թթվի քար են բերում։ Լուրջ, մենք նծապտվող կարա ճիշտ ասեմ աղջի։ Մի հատ ծանոթ տերտեր ունեմ, դեր մեկ անտատ այս ծանոթ տերտերին մեջ եմ գսում։ Անցած տարի կնգա հետ գնացել էր Կաբուլետի, մի հատ տկլոր նկար էր գցել ու գրել էր «Տեր ավետիս վասխետիտելն եմ նաստրայեն են ասիդմով նյեպ է»։ Արա նայում եմ մտածում եմ, ասեմ տինաս այս Տեր ավետիսը Կաբուլետիում այդ 6-րդ պատվիրանետից խախտե, որ ընդուց ընկել է Սիդմոյի նյեպ է։ Հա, նկատել եք իրոք, ժողովուրդ ջան, մեր հայերի մեջ մի հատ հիմա բան է, ասենց զանգված է ձևավորվել, որ տարին մի քանի անգամ գնում են բան Հունաստան հանգստանալու են, որ ասես գնում են Հունաստան հանգստանալու, ամբողջ գիշեր չեն քնում, որ առավոտ շուտ արթնան, գնան ընդեղից այդ, չգիտեմ, շվեդսկի ստոլից օգտվեն, տեսլեք, հա, որ առավոտ շուտ են, որ վրային տալի այդ սեղաններին ու սկսում են այս լիքը բրոկոլի վերցնել, իբրյանք սա աղջիկները բրոկոլի են կերել։ Գիտեք որոնց է, որ մի շաբաթում են որ որոշում որ պետք է նիարեն, որ Մարզանքներ են անում, այնտեղից տղեկը խլոպի, իրանք ինչ-որ սենց արաբական պահար են պարում, հիմնականում այդ կանայք, որ գնում են Սյունյանց համար այդ բրոկոլիները սենց վերցնում են, մեկը կողքից մեկը ասում է, ներողություն, բայց դա բրոկոլի չի, դա ծաղկակաղամբ է, հա, մենք ծաղկակաղամբել ենք շատ սիրում։ Սիրելի կանայք, աղջիկներ, հիմա Հայաստանում շատացել են տուրիստները, ընդհանրապես, ռուս տուրիստուհիները, ասածս ինչ է, Եմ որ գիշեր են ասում եք դες որ հավես չունեմ Թո մնա հետո Իսկ մի տեսակ տրամադրված չեմ Այդ տողերը ասելուց առաջ Մի քիչ մտածեք Որովհետև ռսի պարավը որն է Ուրիշ երևույթ են հայերը երբ որ գնում են Սևան հանգստանալու Առավոտ շուտ մեքենայի բեռնախցիկը ցախը միսը տատին խառը հաջորդականությամբ լցում են մի կերպ տեղավորվում են 06-ի ռուլին մագը միացնում են ու հայդը հա դեպի Սևան Եվ որ արդիվի մոտ մի հատ պիպիտ Տղումերը խրոված թթված նստած ա մեքենայի հետև Գիտեք ինչի Որովհետև հարսն է դեմը նստել ոչ թե ինքը Էդ էլ հերիք չի հարևաններն էլ տեսել են որ հարսն է նստել դեմը ոչ թե ինքը Են որ խրված թթված պատուանից նայում է մեր իսկ կողմից թափված պատմամշակութային զիբիլներին Դե տղեն հասկանում է որ մեքենայի մեջ իրավիճակը լարված է հայելը միջից Մերս ոնց ես Դես աչ ծերս մի քիչ թմրեն ա բալես Մի քիչ են ընկնում տղեների արդ Մերս ոնց ես Դե դու որ լավ լես ընձ ինչ պտելնի բալը
Մի քիչ են գնում տղեն երրորդ անգամ արդեն այ մեր ոնց եղա դե ասի չկամ էլի ձեզ կխանգարեմ այդեղ հարսը ուզում է իր ատվետը տա ինչ անում ջղայն անում այն աղջիկ երեխու վրա ում անունը դրել են տղու մորարնով ոչ թե իրա լարիս թաղեմ քեզ լարիս կլնի մի օր մի հատ դեղ գնան քտներից ես չբերես խեղճ լարիսի կնդերից մամա բայց ձենդ Այդ հարսի ղժոցից խեղճ կիսուն հասկանում որ ինքը գնում է Սևան ոչ թե հանգստանալու այդ ջրի մճի երեխեքին ու ձմերուկներին պահակ Հասնում են Սևան ու սկսում են բեռնախցիկից ուտելիքները դադարել տեսեք առավոտ ժամը 5:30-ի կողմերը 4 տարեկան երեխուն այնքան են բա մերը պատրճանը պիպարը հոտոգը կոլան խնձորը եմիշը դունը կաթը սմետանը բան որ 6-ի կողմերը երեխեն Հարսի պատասխանը մրսելա Մի խոսքով սենց խառնված տեղավորվում են ընտանիքի հայրը որ ճանապարհից յան մի հատ 1600 դրամով շորտիկ է առնում որ լիքը վրան ջեբեր կա սպիտակ նոր մայք են հակասին որ սկսում է խորովածը շարել ու բոլորիա բարեկամներին զանգում է դե ասի տնեցիկին բերենք մի կտոր հաց ուտենք աղբերս եկեք նայ գնացնեն առանձին տնեցիկով հանգստանալ ես բարեկամներին կանչում է եկեք մի խոսքով սենց ամուսինը խորովածն անում հարսիկը տենց աղցաններն է սարքում մի խոր կողմից արևն է տժժնում մի կողմից Արամ Ասատրյանն է տժժնում մի խոսքով ուրախ կամ պաշա եկել են ընտանիքով վերջապես մեկ օր հանգստանալու Սևան ինչ լավ է չէ Այդ ամբողջ ընթացքում տղուները աշխարհից խռոված բոլորից նեղացած միայնակ ափին Որ լավ առանձնանում է գնում է հեռու սկսում է ողորմած ամուսնու հետ խոսալ Գեղամ ջան մի հատ գլուխդ բարձրացրա Հələ տես տղուտին ճորնա գցել Տղեն ընդեղ ընտանիքով տժում է Նախիրի մջից գնաց էշի ճակատը պաչեց Սևան հասնել է մի այիբ ժողովուրդ Սևան մտնել է մի հատ ուրիշ այիբ Են որ առավոտ շուտ ընտանիքի հայրը մի քանի բաժակ խմած իրան դրած Աքիլեսի տեղը որոշում է որ ինքը ժամը տենց 6:30-7-ի կոմերը պետքա մի հատ Սևանը ճաղի անցնի Են որ վազելով այդ քարքարոտ ապը գալիս է հաստմա ջուրում է թուք տեսին սառնաս այս բանն են որ երեխեքը Ջանամիանա Են որ խառնված դողը վրան ուզում է ֆրա հետ գնա մեկ էլ մաս ախ Դե ամոթա հայ տղամարդա ընտանիքի դեմով խայտարակ չի լինի Սենց ուժը հավաքելով այդ ջրի մեջ միջև ստեղ կնում է սառը Շատ տակա եկեք Կնիկ են կոմից սերոշ դուրս արի կմրսես Չի ուզում էլի ասի կմրսցնես Առանց էվեր մի բան չես Առաջ մեր մամաները կամ տարեց կանայք Ամանչում էին իրանց կեսաների ու կիսուների մոտ հանվեին մտնեին ջուրի հիշում եք Են որ գնում էին մի 30 մետր են կոմ ուրիշի կեսարների մոտ էին հանվում մտնում ջուրը Շորերով շորտիկները իջում եք այդ պլավկիները ստեղից Հիմա ժամանակները մի փոքր փոխվել են Հիմա հարսների մի զանգված կա Փառք Աստծո ոչ բոլորը Վայնենա հյուրանոցում կպան Wi-Fi-ին Ստրիդե իրանց նկարում են լրիվ միանում Արեն որ նկատել եք չէ որ սենց ծովի ապին բտիկները ցույց տալով սես գալի չէ տես մի հատ պակա գալի արա ապի մոտ մի հատ սենց բումերան կա Էս ինչ է սիրելի աղջիկներ Չիշիկ ունեք գնացեք արեք Այդ նույնն է ոնց որ մենք էլ տղեկով սենց անենք Ռաֆայել Երանոսյանի Փահլևանը Լոս Անջելեսում